Ողջույն սիրելի բարեկամներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ մայիսի 1-ի առթիվ, աշխատավորի օրվա առթիվ եւ ցանկանալ արդյունավետ աշխատանք բոլորին, ով աշխատանք ունի, ով աշխատանք չունի, աշխատանքի տեղավորում, երիտասարդներին լավ սովորել, որպեսզի վաղը լավ աշխատանք գտնեն, բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մեր ուժեղ ընտրակեղծարարների հերթական ուժեղ շոուին, որը երեկ արեցին աղքատության վերաբերյալ, խառնելով ամեն ինչ, խոսելով ծայրահեղ աղքատության վերացումից, բայց ներկայացնելով միջին աղքատության թվերը, ինչ-որ ֆոնդեր ստեղծելով, ասելով, որ սա մեր պատվի հարցն է, որ ձեր պատվի հարցն էր, ինչի եք այդ աղքատ ընտանիքներից հոսանք գողանում, այ հոսանքա գողեր եւ ընտրագողեր, որ տենց պատվի հարցային չեք մարդկանց քվեն փորձում գնել կամ գողանալ, թե աղքատության վերացման ձևը տենց եք գտել ընտրակաշառք տալը, հետո էլ նորից շարունակել թալանելը, ոնց որ թալանել եք, բայց հիմա վերադառնամ բովանդակությանը, ինչ որ անհեթեթ բաները թվերա ներկայացնում 150,000 դրամ կտանք, 20-30,000 դրամ կտանք, եթե չգիտեք սիրելի թույլիկներ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում արդեն մի տարի է պիլոտավորվում է անապահովության համակարգը երկու մարզերում, Կոտայքում եւ Սյունիքում, որտեղ անապահովության նպաստի միջին չափը 80,000 դրամ է, իսկ առավելագույն չափը 200,000 դրամ այն ընտանիքների համար, որոնք որ իրապես դրա կարիք ունեն, բայց այդ համակարգի ամբողջ իմաստը ոչ թե այդ նպաստը տալն է, այլ մարդկանց դրթելը եւ խրախուսելը եւ օգնելը, որպեսզի ունենան զբաղվածություն, որտեղ միայն զբաղվածությամբ կարելի է հաղթահարել աղքատությունը։ Իդեպ այդ որ 300,000 աշխատատեղ եք ստեղծում, որը նորից իդեպ մենք արդեն ստեղծել ենք, բա այդ աղքատություն չպիտի մնար այդ 300,000 աշխատատեղ ստեղծելուց հետո, այդ ինչ 150,000 դրամներ եք ուզում բաժանեք ժողովրդին, թե տենց խորհուրդներ են տվել, որ ինչքան պոպուլիստական պուպուշ բաներ ասեք, այնքան շատ ձեն կտանեք, չնայած որ տանողը լինեիք ձեների համար 100 կամ 200,000 դրամ էլ փող չէիք տա, այսպես ասած, կամ միջին աշխատավարձի բարձրացումը, որ ունեցել ենք վերջի տարիներին ու ամեն տարի ունենում ենք, մյուս գործիքները, որ ներդրել ենք եւ ներդնում ենք, որ բերում է կրկին աղքատության նվազեցմանը, բնակ ապահովման ծրագրերը տարատեսակ, երեխաների նպաստները ավելացումը եւ նորերի ներդրումը, երեխա ունեցող ընտանիքների բնակ ապահովման ծրագիրը, սրանք ամբողջը աղքատության հաղթահարման միջոցառումներ են եւ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, որտեղ այն 0.6% է եղել 24 թվականին, 25-ին վստահաբար ավելի ցածր է լինելու, այլ չասած 26-ին, պարզապես վիճակագրությունը մոտ կես տարի ուշացումով են կարողանում ունենալ։ Եվ հետեւաբար սիրելի ընտրակեղծարար թույլիկներ, գոնե մի քիչ դասերը սովորեք, նոր վիդեոներ նկարեք, տենց ճոխ